Հարգելի համագումարի անդամներ, հրավիրյալներ, համակիրներ, ինձ համար բավականին հաճելի էր տեսնելու այս դահլիճը դեպքերում։ Ոչ աշխատանքային օրով ձեզանից յուրաքանչյուրը գլխավոր պլան մղեց, որ այսօրվա դոկ կուսակցության երրորդ համագումարը ներկան պետքա դնի։ Իրականում շնորհակալ եմ, դա ինչ է խոսում, դա խոսում այն հավատի մասին, դա խոսում այն լավ ցանկությունների մասին, որ առաջիկա ամիսներին լինելու է պարոն Վարդան կողքը, ինչը գնահատվում է, եւ ես լիավիս եմ, որ միասնական ուժերով մենք կարողանալու ենք կերտենք արևային Հայաստան։ Այս 3 տարիների ընթացքում ես որպես փաստաբան ներգրաված եմ եղել Վարդան Ղուկասյանի եւ այլ անձանց նկատմամբ հարուցված տասնյակ քրեական վարույթներում, պաշտպանություն իրականացնելով Հայաստանի Հանրապետության դատարաններում, ինչպես նաև միջազգային իրավական ատյաններում, մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում, ԱՄՆ պետական լիազոր կառույցներում եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմում։ Այս ամբողջ ընթացքում գործել եմ բացառապես իրավունքի գերակայության սկզբունքով։ Իմ մասնագիտական գործունեության հրապարակային բարձր գնահատականը բազմիցս հնչեցվել է Վարդան Ղուկասյանի կողմից, ինչը համարում եմ ոչ թե անձնական հարաբերության դրսևորում, այլ իրավական պայքարի արդյունավետության հաստատում։ 2025 թվականի նոյեմբերից դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի եւ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանի առաջարկով եւ իմ համաձայնությամբ ստանձնել եմ դոկ կուսակցության նախընտրական գրասենյակի շտաբի ղեկավարի լիազորությունները։ Հարգելի լսարան, պաշտոնապես հայտարարում եմ, դոկ կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին դաշինքի ձևաչափով։ Քաղաքական բանակցություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 1 տասնյակից ավելի քաղաքական կուսակցություններ եւ միավորումներ։ Սա ոչ թե պատահականություն էր, այլ քաղաքական իրողություն, որը վկայում է Վարդան Ղուկասյանի բարձր հանրային վստահության եւ քաղաքական ազդեցության մասին։ Միևնույն ժամանակ արձանագրում եմ սկզբունքային դիրքորոշում։ Հայաստանի քաղաքական դաշտում պետք է դադարեցվի բիզնես քաղաքականության սինդրոմը։ Քաղաքականությունը չի կարող եւ չպետք է ծառայեցվի անձնական տնտեսական շահերին։ Անթույլատրել է քաղաքական կուսակցությունը վերդասել պետական շահից։ Անթույլատրել է իշխանության հասնելու համար ինտրիգներ սարքել, դավադրություններ կազմակերպել եւ պետությունը դարձնել ներքին խմբային հաշվեհարդարի հարթակ։ Վերջին 3 տասնամյակների ընթացքում հենց այս մտածողության արդյունքով Հայաստանը թուլացավ կոռուպցիոն ցանցերով, ընտրովի արտարադատությամբ, քաղաքական հետապնդումներով եւ հանրային վստահության կորստով։ Մարդիկ լքեցին երկիրը ոչ միայն սոցիալական ծանր պայմանների պատճառով, այլ արժանապատվության պակասի պատճառով։ Հայաստանին անհրաժեշտ է օրենքի դիկտատուրա, ոչ թե անձերի դիկտատուրա, ոչ թե փողի դիկտատուրա, այլ օրենքի անվերապահ գերակայություն։ Օրենքը պետք է գործի բոլորի համար, անկախ կուսակցական պատկանելությունից, պաշտոնից կամ ֆինանսական կարողությունից։ Դոկ կուսակցությունը, այնուհետ նաև դոկ դաշինքը ներկայացնում է երրորդ քաղաքական հայտը, ոչ նախկինների ռևանշ, ոչ ներկայացումների շարունակություն, այլ նոր որակի պետական կառավարում։ Իշխանության գալուց հետո բացառվելու են սևերի և սպիտակների բաժանումը, ընտրովի արտարադատությունը, զոհբանների ինստիտուտը, քաղաքական շանտաժը եւ վարչական ռեսուրսի չարաշահումը։ Պետությունը պետք է վերադարձվի օրենքին։ Իրավական պետությունը պետք է դառնա ոչ թե կարգախոս, այլ իրականություն։ Միայն համախմբված, սկզբունքային եւ պետական մտածողությամբ ուժերով է հնարավոր կառուցել արժանապատիվ ապագա։ Դոկ կուսակցությունը, այնուհետև նաև դոկ դաշինքը ստանձնելու է այդ պատասխանատվությունը։ Եվ վերջում, պարոն Բաղդասարյան, ինչպիսի Հայաստան եք պատկերացնում առաջիկա տարիներին, եթե ընտրողը վստահի քվեն ձեզ։ Արևային Հայաստան։ Դոկ կուսակցությունը ներկայացրեց իր ծրագիրը եւ նախընտրական առաջնահերթությունը։ Վերջնական որոշումը սակայն կմնա ընտրողների ձեռքում։ Նախընտրական պայքարը շարունակվում է եւ ընտրողի ձայնը վճռական կլինի Հայաստանի ապագայի համար։